System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե այս տարվա հուլիսին խումբը համերգ է ունենալու Երևանում։ Թանկյանը նշել է, որ թեմայի շուրջ շփոթմունք կա, թեև հուլիսին համերգ ունենալու պլաններ եղել են, սակայն լոգիստիկ եւ ժամանակային բարդությունների պատճառով որոշվել է այն հետաձգել։ Նոր ժամկետների մասին կհայտարարվի, երբ ամեն ինչ հստակ լինի, գրել է նա։ Համերգի անցկացման մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր քարոզարշավի ժամանակ։ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, որ հուլիսին համերգ կազմակերպելու տարբերակն իրոք երկուստ է քննարկվել է, սակայն որոշ կազմակերպչական հարցեր հնարավոր չեն դարձնում դրա իրականացումը հենց հուլիսին։ Այդուհանդերձ համերգը մնում է օրակարգում եւ առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցվեն դրա անցկացման նոր ժամկետները, գրել է նա։ Ախրքալակ կարս երկաթուղին բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար, գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, սա մեծ իրադարձություն է մեր երկրի տնտեսական կյանքում։ Շնորհակալ եմ Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին, գրել է Փաշինյանը։ Գրառմանն է անդրադարձել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչը։ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում եւս մեկ նոր եւ կարեւոր քայլ կատարվեց։ Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում։ Սոցցանցում գրել է նա։ Մայրաթոռում ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամ 4 բարձրաստիճան հոգևորական եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում է ստացել։ Կաթողիկոս Գարեգին II ձեռնադրել է Եղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Իսահակ Վարդապետ Պողոսյանին, Մասրացիոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տանյանյա Վարդապետ Ծատուրյանին եւ Մայրաթոռի քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա Ծայրագույն Վարդապետ Բաղումյանին։ Արարողության ընթացքում նրանք եպիսկոպոսական հանդերձանք են հագել։ Էջմիածինը որպես հատուկ կարգավիճակով երկրորդ Վատիկան եւ համաշխարհային կրոնական կենտրոն, զարգացման հենց այսպիսի հավակնոտ ու ռազմավարական ծրագիր է առաջարկում ազգային բարերար Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը։ Այն հստակ այլընտրանք է գործող իշխանությունների իրական Հայաստան հայեցակարգին, որը ըստ Նարեկ Կարապետյանի փորձում է սահմանափակել հայրենիքի սահմաններն ու կտրել 7 միլիոնանոց Սփյուռքի կապը Մայրաթոռից։ Կարապետյանի պնդմամբ այսօր համայն հայության հոգևոր մայրաքաղաքը կանգնած է թե արժեք եւ թե տնտեսական լրջագույն ընտրության առջև։ Էջմիածինը դառնալու է համայն քրիստոնյա աշխարհի կենտրոններից մեկը, որովհետեւ ինչպես նշվեց, առաջի քրիստոնյա տաճարը այստեղ է, այստեղից է ծլել քրիստոնեությունը ամբողջ արևելքով։ Մարդիկ գալու են այստեղ, որպեսզի առնչվեն քրիստոնեության հետ, որպեսզի առնչվեն Քրիստոսի ուսմունքի հետ։ Մեր առաջարկն է, Սամվել Կարապետյանի առաջարկն է, Էջմիածինը առանձնացնել որպես քաղաք, հատուկ քաղաք եւ դառնա կրոնական կենտրոնը, ինչպես երկրորդ Վատիկան։ Կարապետյանը քննադատել է իշխանությունների տնտեսական ձախողումները, ըստ նրա, պաշտոնական Երևանի քայլերը բերել են նրան, որ հյուսիսային շուկան փակվել է հայկական արտադրանքի առաջ, հարվածելով հենց տեղական արտադրողին։ Ջերմոստերում կուտակված ու չվաճառված 100 հազարավոր ծաղիկները դարձել են ձախողված արտաքին քաղաքականության վառապացույց։ Կարապետյանը վստահեցրել է, երկիրը տնտեսական այս փակուղուց հանելու միակ ճանապարհը երկու շաբաթից սպասվող ընտրություններն են, որոնք թույլ կտան ձևավորել աշխարհի հետ ճիշտ բանակցող նոր ղեկավարություն։ Ջերմոցները կանգնում են գյուղերում մարդիկ, ովքեր հույս ունեին իրենց ապրանքը արտանել դուրս, չեն կարողանալու, այս վիճակն է լինելու։ Գիտեք սրա պատճառը ինչն է բերել սրան։ Մի անհաշվենկատ մարդ գնացել է աշխարհի թիվ 1 մեծությամբ երկրի առաջնորդի մոտ ու չի կարողացել ճիշտ պայմանավորվի։ Փաշինյանի այցելությունը եւ հարաբերությունների խզումը հյուսիսային երկրի հետ բերելու է այս պատկերին, ժողովուրդ։ Սամվել Կարապետյանի թիմակիցները կոչ են արել քաղաքացիներին չցուցաբերել անտարբերություն, ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ տեր կանգնել սեփական հավատքին, տնտեսությանն ու երկրի ապագային։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քարոզարշավը շարունակվել է Արաբկիր վարչական շրջանում, մինչև արաբկիրցիների հետ հանդիպման եւ քայլերթի մեկնարկը ԲՀԿ առաջնորդը նախ քաջալերել է անազատության մեջ հայտնված իր թիմակցի Մայր Հայաստան կուսակցության ղեկավար եւ քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի որդուն եւ կնոջը, փոխանցելով իր եւ ժողովրդի զորակցությունը։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների զրույցում հայտարարել է, որ վարչապետի աթոռի նստած մարդը երկիրը կանգնեցրել է ավերակների առջև, չունի
ոչ մի զարգացման ծրագիր եւ հասարակությանը դրել է կտրուկ ընտրության առաջ։ Այսօր ինքը ինչ ծրագիր է ներկայացնում։ Ոչ մի ծրագիր չունի։ Մի հատ սարքել է նշան, կապցրել է դոշին, ոնց որ ծովից ծով Հայաստանը հետ է բերել, քանի որ հայտնագործություն արել։ Մասնատած Հայաստան կապցրել է դոշին, մանգալով ոչ մի բան չի ասում։ Այսինքն ասելու բան չունի։ Ժողովրդին կանգնացած է անտարության առաջ, կամ ժողովուրդը պետք է ընտրի եկեղեցի կառուցողին կամ եկեղեցի քանդողին, կամ երկիր կառուցող շենացնողին, կամ երկիր քանդող ավերակ սարքողին։ Ծառուկյանը անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանն ու դրա տնտեսական վտանգներին։ ԲՀԿ առաջնորդը մատնանշել է իշխանությունների վարած վտանգավոր քաղաքականությունը։ Նրա պնդմամբ դաշնակից երկրի դեմ պատերազմող Ուկրաինայի նախագահային Հայաստան հրավերն է հանգեցրել խնդիրների կուտակման։ Նա շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է նստել կլոր սեղանի շուրջ ու խոսել, սակայն Հայաստանի կողմից այլ գործընկերների նախապատվություն տալու դեպքում հյուսիսային կողմը սպասողական վիճակում չի մնալու եւ պատասխան քայլեր է առնելու։ Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, որը ամեն ինչ անելով մեր երկրի համար համագործակցելու, ասելու, զգուշացնելու, եթե պատերազմ ար Ուկրաինայի դեմ եւ Ուկրաինայի նախագահային հրավիրում են այստեղ, որն ասենք խոսելով, վիրավորելով, քարծեր եք կուտակում։ Ռուսաստանը բան չի ասում, ասում է հայ ժողովրդին հարգում եմ, սիրում եմ, հարց ունեք, եկեք նստեք կլոր սեղանի շուրջ խոսանք։ Եթե դուք նախընտրում եք ուրիշ գործընկերներ, դե ցանել տանեմ, մենք այստեղ չենք նստելու, սպասենք, ուրեմն մենք քայլեր ենք կիրառելու։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկիրը վերջին տարիներին քաղաքական եւ տնտեսական իմաստով դարձել է աշխարհի կենտրոններից մեկը։ Փաշինյանը դա կապել է իրենց խաղաղության խաչմերուկի եւ Միացյալ Նահանգների հետ ստորագրվելիք թրիփ նախագծերի իրագործման հետ։ Նրա խոսքով, առաջիկայում ԱՄՆ-ի հետ կստորագրվի համապատասխան համաձայնագիր, որի շրջանակներում նախատեսվում է երկաթուղային հաղորդակցություն հաստատել Մեղրիի, Նախիջևանի, Երասխի, Գյումրիի եւ Ախուրիկի միջոցով դեպի Թուրքիա, ինչպես նաեւ բացել Իրան-Հայաստան երկաթուղին, Պարսից ծոցը կապելով Սև ծովի նավահանգիստների հետ։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այս ծրագրերը հնարավորություն են տալիս Հայաստանին պատերազմի փակուղուց անցնել խաղաղության եւ 100%-ով շրջադարձային կերպով փոխել տնտեսական իրադրությունը։ Սա շատ կարևոր է, որովհետև մեր երկրի տնտեսական իրադրությունը 100%-ով շրջադարձային կերպով փոխվում է։ Եվ հիշում եք ժամանակին, երբ որ մենք ներկայացնում ենք խաղաղության խաչմերուկ նախագիծը, հարց էր ծագում, թե այդ նախագծի իրագործումը ինչքանով է իրատեսական։ Այսօր դա դառնում է իրականություն։ Հայաստան դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արմավիրում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ քննադատել է գործող իշխանության վարած արտաքին քաղաքականությունը։ Նրա բառերով Հայաստանն այսօր ունի արկածախնդիր, ստախոս ու վախկոտ ղեկավար, ինչը լրջագույն սպառնալիք է պետության համար, իսկ իրենց դաշինքը հանդես է գալիս որպես այդ վտանգը վնասազերծող թիմ։ Քոչարյանի պնդմամբ պաշտոնական Երևանը փչացրել է կապերը ավանդական գործընկերների հետ եւ ձախողել նոր հարաբերությունների հաստատումը։ Քոչարյանը ընդգծել է, որ արտաքին Պարեզում ցուցաբերվող անհավասարակշիռ վարքագիծը, մասնավորապես Եվրոպային դուր գալու ձգտումն ու դրա հետևանքով Ռուսաստանի հետ թշնամանալը արդեն իսկ հանգեցնում են տնտեսական ծանր հետևանքների, ինչը ուղղակիորեն ազդելու է Հայաստանի անվտանգության եւ քաղաքացիների բարեկեցության վրա։ Փչացրել են հարաբերությունները բարեկամների հետ եւ չեն կարող ստեղծել նոր բարեկամներ։ Անում է ամեն ինչ Եվրոպացուց դուր գալու համար, բայց այդ ճանապարհին թշնամանում է Ռուսաստանի հետ։ Մենք փոքր երկիր ենք, բարդ տարածաշրջանում։ Մենք իրավունք չունենք արկածախնդրությամբ զբաղվել արտաքին քաղաքականության ոլորտում։ Սա լուրջ հետևանքներ է ունենալու Հայաստանի տնտեսության համար եւ Հայաստանի անվտանգության համար։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Նորուժ կուսակցությունը շարունակում է ներկայացնել իր նախընտրական ծրագիրը։ Կուսակցության առաջնորդի պնդմամբ հայ ժողովրդի ինքնությունը հազարամյակներ շարունակ խարսված է եղել լեզվի, կրոնի ու ազգային մշակույթի վրա, եւ հենց դրանց շնորհիվ է հաջողվել պահպանել հայ տեսակը։ Հայկ Մարությանը պարզաբանել է, որ իրենք առանձին կետ ունեն՝ վերադարձ ազգային արժեքներին, եւ դա պատահական չէ, քանի որ գործող իշխանությունները այսօր գնում են ազգային արժեքների ուրացման ճանապարհով, թիրախավորելով մեր խորհրդանիշները։ Ինչու է ձեր կետը կոչում վերադարձ ազգային արժեքներին, որովհետև այսօր մենք պարզ տեսնում ենք, որ գործող իշխանությունները գնում են ուրացման ճանապարհով եւ սկսել են սիմվոլներից՝ Արարատը, եկեղեցին, ցեղասպանության հիշողությունը եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Եվ օր առաջ այս ամենը պետք է կանգնեցնել։
ես տեսնում եմ։ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ քարոզարշավի ընթացքում ունեցած շփումներն ու սեփական հնարավորությունների իրատեսական գնահատումը ցույց են տալիս, որ իրենք չեն հավակնում բացարձակ իշխանափոխության։ Ըստ նրա, կուսակցության նպատակն է ազգային ժողովում ներկայացնել արևմտյան թևի մոտեցումները։ Արամ Սարգսյանի փոխանցմամբ խորհրդարանում արևմտամետ ուժի ներկայությունը ոչ միայն կբացառի անցյալի վերադարձը, այլև կփոխի քաղաքական խոսույթի որակը։ Ամենաէական աշխարհաքաղաքական առումով ընկալումն է փոխվելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որովհետև նույն Եվրոպան տեսնելու է, որ 30 տարի անկախությունից հետո Հայաստանի Հանրապետության ազգային ժողով է մտել արևմտյան եվրոպական արժեքներ կրող ուժ, իսկ ինչը նշանակում է, որ հայ ժողովուրդը իր քվեով հաստատել է, որ իր ուղղվածությունը դեպի եվրոպական ընտանիք է։ Դա վստահաբար Հայաստանի Եվրոմիության անդամակցության գործընթացը թե կարագացնի, թե ազատ վիզային ռեժիմի խնդիրը կարագացնի, թե տնտեսական մուտքերը Եվրոպայից կարագացնի։ Ժողովրդավարական համախմբում կուսակցության վարչապետի տեխնացու Սուրեն Պետրոսյանի պնդմամբ Արցախի հարցն այսօր սառեցված է, բայց ոչ երբեք փակված։ Նա ընդգծել է, որ արցախահայերի վերադարձի իրավունքի ակտիվացումը այս փուլում կարող է լրացուցիչ ռիսկեր առաջացնել, քանի դեռ Հայաստանը գտնվում է խոցելի վիճակում։ Կուսակցության վարչապետի տեխնացուն շեշտել է, որ Հայաստանը չպետք է որդեգրի հակառուսական, հակաարևմտյան, հակաիրանական, հակաչինական կամ անգամ հակաթուրքական կուրս եւ չպետք է դառնա հարթակ գերտերությունների միջև ընթացող հակամարտություն։ Նրա ձևակերպմամբ դեպի հյուսիս կամ դեպի Եվրոպա կողմնորոշումները կեղծ օրակարգեր են եւ երկիրը պետք է առաջնորդվի սեփական ինքնության ու նպատակների սահմանմամբ։ Արտաքին քաղաքականության կուրսի հիմքում պետք է մի քանի կարևոր սկզբունք դրվի այսօր եւ ընդհանրապես չպետք է լինել հակաարևմտյան, չպետք է լինել հակառուսական, չպետք է լինել հակաիրանական, չպետք է լինել հակաչինական եւ անգամ կարող է շատ հարցականներ առաջացնի, բայց կրկին ես ասում եմ իրականությունը, չպետք է լիներ անգամ հակաթուրքական։ Այսօր մենք գտնվում ենք չափազանց խոցելի վիճակում եւ այսօր ամբողջ տարածաշրջանի, ինչպես նաեւ աշխարհի քաղաքական ազդեցությունների քարտեզը բավականին արագ փոխվում է։ Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչապետի տեխնացու Լևոն Զուրաբյանը իրենց քաղաքական ուժի խելամիտ ուղի հայեցակարգն է ներկայացրել, արձանագրելով, որ Հայաստանի քաղաքական դաշտում եւ գործող իշխանությունների մոտ արկա է ռազմավարական մտածողության լրջագույն դեֆիցիտ։ Զուրաբյանը հայտարարել է, որ գործող վարչապետի պնդումները, թե երկրում խաղաղություն է հաստատված, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է պայմանագիր ստորագրել, իսկ սահմանազատման գործընթացը կանգնել է հենց այն փուլում, երբ ադրբեջանական կողմը ստացել է իրեն հետաքրքրող տարածքները։ Անդրադառնալով Սյունիքի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական մրցակցությանը եւ Արևմուտքի առաջարկած TRIP նախագծին, Զուրաբյանը այն որակել է խոցելի եւ միակողմանի, քանի որ այն անտեսում է տարածաշրջանի կարևոր դերակատարների Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի շահերը, ինչն իր մեջ պայթունավտանգ ռիսկեր է պարունակում։ Որպես այլընտրանք եւ դարի գործարք, Հայ ազգային կոնգրեսն առաջարկում է ստեղծել միջազգային փայատիրական միություն, ըստ վարչապետի տեխնացուի, բոլոր գերտերությունների եւ տարածաշրջանային ուժերի շահերի ներդաշնակեցմամբ միայն հնարավոր կլինի Սյունիքը վերածել կայուն տրանզիտային հանգույցի, որը Սև ծովը կկապի Պարսից ծոցի հետ, ապահովելով Հայաստանի անկախությունն ադրբեջանա-թուրքական կոմունիկացիոն կախվածությունից։ Սյունիքը այսօր ձեռք է բերել աշխարհաքաղաքական մեծագույն նշանակություն որպես տրանզիտային գոտի։ Հիմա Սյունիքի այդ տրանզիտային ակտիվը տիրապետելու համար գնում է համաշխարհային մրցակցություն։ Նույնը մոտավորապես ինչ որ 90 թվականներին, ասենք, գնում էր մրցակցություն ադրբեջանական նավթի տիրապետման համար։ Եվ այն ժամանակ, ասենք, Ադրբեջանը գործեց իր դարի գործարքը 1994 թվականի, մինչև այդ հեղաշրջումից հեղաշրջում էր գնում, դուրս չէր գալիս, բայց երբ որ իրենք կարողացան ներդաշնակեցնել բոլորի շահերը, տվեցին բաժանեցին փայատիրության սկզբունքով այդ նավթային ռեսուրսները Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Իրանի միջև, միանգամից կայունացավ Ադրբեջանը եւ սկսեց արդեն ուժեղանալ, զարգանալ, որովհետեւ այնտեղ դադարեցվեց աշխարհաքաղաքական կռիվը այդ ռեսուրսի համար։ Բոլորը ոնց որ ստացան իրենց փայը եւ ներդաշնակեցրեցին իրենց շահերը։
Տիգրանաշենի եւ այլ հնարավոր անկլավների մասին ընթացող քննարկումները անվտանգային կարմիր գծերի խախտում են, հայտարարել է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Նրա պնդմամբ այս թեման նույնիսկ քննարկման առարկա դարձնելը արդեն նշանակում է այդ տարածքները զիջել Ադրբեջանին, մինչդեռ նախկինում գործող գլխավոր փաստարկն այն էր, որ Հայաստանի տարածքում անկլավների գոյության վերաբերյալ որևէ իրավական հիմք չկա։ Մարուքյանը շեշտել է, որ Տիգրանաշենի հնարավոր հանձնումը լրջագույն անվտանգային խնդիրներ է առաջացնելու երկրի համար, քանի որ այն հանդիսանում է դեպի Սյունիք եւ Իրան տանող ռազմավարական միջպետական ճանապարհի անբաժանելի մասը, իսկ դրա զիջմամբ Հայաստանի հենց սրտում մխրճվելու է ադրբեջանական ռազմական հենակետ։ Չի կարելի հարցեր կան դնել քննարկման առարկա դարձնել։ Այսինքն եթե դու այդ հարցը սկսում ես քննարկել, ուրեմն քննարկենք այս անկլավների հարցը, չէ՞։ Վերջ դա նշանակում է, որ Ադրբեջանը ստանալու է այդ անկլավը։ Ինչի, որովհետև մինչև այսօր տենց է եղել։ Ինչի, որովհետև եթե դու սկզբից ասում ես ոչ մի իրավական հիմք չեք տվել։ Նայ, Փաշինյանը միշտ ասել է, չկա իրավական հիմք, որ Հայաստանի տարածքում կան անկլավներ։ Հիմա ասում է դեպի քննարկենք, մենք էլ ունենք Արցվաշեն, բան։ Իրանի հետ խաղաղության համաձայնագիրը հիմնականում պատրաստ է եւ համաձայնեցված, գրել է Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում։ Ըստ նրա, ներկայումս քննարկվում է փաստաթղթի վերջնական կետերը, որոնց մասին կհայտարարվի մոտ ժամանակներում, իսկ համաձայնագրի կարևորագույն պայմաններից մեկը լինելու է ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի վերաբացումը։ Թրամփը նաեւ հայտնել է, որ առանձին եւ շատ հաջող հեռախոսով խոսել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Այս մեծ խաղաղության փաստաթղթի մշակման աշխատանքներին ԱՄՆ-ից ու Իրանից բացի ակտիվորեն մասնակցել են տարածաշրջանի մի շարք այլ երկրների ղեկավարներ, այդ թվում Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի, Եգիպտոսի նախագահները, Հորդանանի եւ Բահրեյնի թագավորները, Կատարի վարչապետը եւ Պակիստանի ֆլետ մարշալը։ Միացյալ Նահանգները եւ Իրանը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր, որը կգործի 60 օր եւ կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ, հայտնել է Աքսիոսը հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի։ 60 օրվա ընթացքում Հորմուզի նեղուցը բաց կլինի առանց վճարի գանձման եւ Իրանը կհամաձայնի մաքրել նեղուցում առկա ականները, նավերի անարգել անցումն ապահովելու համար։ Համաձայնագիրը նաեւ նախատեսել է հրադադարի 60-օրյա երկարաձգում, սակայն Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերը կմնան այնտեղ, մինչև Իրանի հետ վերջնական համաձայնագրի կնքումը։ Վաշինգտոնը կվերացնի իրանական նավահանգիստների շրջափակումը եւ որոշ պատժամիջոցներ, ինչը թույլ կտա Թեհրանին ազատորեն վաճառել նավթ։ Ըստ աղբյուրի ամերիկացիները նաև պատրաստ են քննարկել Իրանից առեցված ակտիվների հարցը վերջնական համաձայնագրի կնքումից հետո 60 օրվա ընթացքում։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ ավելի ուշ հակամարտության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է լինելու։